Իրանի շուրջ զարգացումները մտնում են նոր, ավելի վտանգավոր փուլ։ Մերձավոր Արևելքում ձևավորվում է նոր քաղաքական կոնֆիգուրացիա, որտեղ մի շարք երկրներ բաց տեքստով կոշտ պահանջներ են ներկայացնում Թեհրանին եւ ակնարկում անհրաժեշտության դեպքում պատրաստ են անցնել գործողությունների։ Մեզ հետ իրանագետ Տիգրան Դավությանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ռիադում Իրանի հարցով տեղի ունեցել հանդիպում արաբական երկրների, Պակիստանի, Ադրբեջանի, Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքով կողմերը հայտարարություն են տարածել, ինչը ներկայացրեցինք նախաբանում արդեն։ Ինչ է կարծում, սա տարածաշրջանում հակաիրանական նոր բլոկ է ձևավորում։ Ողջունում եմ ձեզ եւ ձեր հեռուստադիտողներին։ Այո, հիմա տեսեք Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ պատերազմի երրորդ շաբաթվա ընթացքում մենք նոր հետաքրքիր անցուդարձերի ենք վկայանում եւ նոր հակասություններ են ի հայտ գալիս։ Հակասություններ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև, հակասություններ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի, ՆԱԹՕ-ի միջև եւ հակասություններ Իրանի եւ արաբական երկրների, հարևանների միջև, արաբական երկրներ գումարած Թուրքիա եւ Ադրբեջան։ Իրանը, քանի որ հիմա մի քիչ ռազմական իմաստով թուլացել է, դրա համար փորձում է հարևան արաբական երկրներին կամ Թուրքիայի տարածքի ամերիկյան բազաները ռմբահարելով նրանց ստիպի, որ Ամերիկային խնդրեն, որ միջնորդի, որ դեպի խաղաղություն գնա այդ հարցը, որովհետև հիմա նուրբ խնդիր է ստեղծվել, ուրեմն նեղուցը, Հորմուզի նեղուցը, որտեղ մեծ թվով երկրներ այդտեղից նավթ են արտահանում, արաբական երկրներից, Պարսից ծոցից իրենց նավթակիրները պետք է անցնեն դեպի բաց ծով, բայց հիմա Իրանը կարողանում է այդ երթևեկությունը խանգարի։ Եվ այստեղ հետաքրքիր է, Թրամփը քանի օր է Եվրոպային ասում է, սա ձեր խնդիրն է, եկեք եւ այս Հորմուզի նեղուցը օգնեք, որ բաց պահենք, որպեսզի ձեր նավթը գնա, քանի որ Միացյալ Նահանգները այդտեղից ինքը նավթ չի տանում։ Թրամփը ասաց, որ իրենք 1% այդտեղ նավթ ունեն։ Իսկ Եվրոպան էլ ասում է, չէ, պարոն Թրամփ, սա մեր կռիվը չի, սա ձեր կռիվն է։ Մենք նկատեցինք, որ երբ որ Իռլանդիայի վարչապետն էլ Թրամփի հյուրն էր Սպիտակ պալատում, պարոն Թրամփը շատ խիստ քննադատեց Միացյալ Թագավորության վարչապետին, որ ես այդքան իրեն դիմում եմ, ինքը դեռ ոչինչ չի անում Հորմուզի նեղուցի համար։ ՆԱՏՕ-ն էլ մի տեսակ անգործություն դրսևորեց, այսինքն հայտարարեցին, որ չեն միջամտելու։ Այո, նույնն էլ ՆԱՏՕ-ն է արել, բայց կարծես նաև հիմա ես կարդացի միտեղ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը քանի օր հետո Միացյալ Նահանգներ է մեկնելու եւ երևի այդ հարցը նաև այնտեղ քննարկի։ Վերադառնալով ձեր հարցին, այո, հարևան երկրներ իմ ավելի խիստ կեցվածք են որդեգրում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, բայց ես չեմ կարծում, որ նրանք համարձակվեն ռազմական գործողություններ կատարեն Իրանի դեմ։ Նրանք հայտարարել են, հայտարարության տեքստում գրված է, որ եթե Իրանը, Թեհրանը շարունակի նույն ոճով իր գործողությունները, իրենք անգործ չեն մնա։ Սա որքանով է իրական այս սպառնալիքը։ Ըստ էության սա սպառնալիք է, չէ՞։ Հիմա տեսեք, մենք արդեն տարիներ առաջ գիտենք, որ Թրամփը այցելեց արաբական երկրներ, ինչքան զենք զինամթերք նրանց վաճառեց, որտեղ այդ հարևան երկրները անընդհատ Միացյալ Նահանգներին խնդրում են, որ իրենց հոպը հզորացնի, իրենց հակաօդային պաշտպանությունը հզորացնի, որպեսզի իրանական հրթիռները չկարողանան ազդեն, որտեղ հենց երեք, որ Հարավային Փարսի գազի արդյունաբերությունը Իսրայելը ռմբակոծեց, Իրանն ասաց, մենք վրեժ քայլի կդիմենք ընդդեմ Էմիրատների, Սաուդական Արաբիայի եւ Քաթարի, որտեղ այդ երեքը շատ հսկա գազի նավթի արդյունաբերություն ունեն։
Եթե այսքան երկրներ միաժամանակ կոշտ հայտարարություն են անում Իրանի դեմ, սա կարող են համարել, որ այսինքն ենթադրել, որ առաջիկայում դա կարող է վերածվել ռազմական լուրջ կոալիցիայի։ Թե դեռ վաղ է ասել նման։ Ես կարծում եմ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վախենում այդ հարևան երկրներից, որովհետև ճիշտ է, որոշները քննադատում են, ասում են դուք բավական բարեկամներ կորցրեցիք, բայց գիտի, որ այդ հարևան երկրներին հեշտությամբ ինքը կարողանում է հարվածի եւ ինչպես ասացինք, ուզում եմ որպես լծակ օգտագործի ընդդեմ Միացյալ Նահանգների։ Washington Post-ի տվյալով Պենտագոնը պահանջել է ավելի քան $200 միլիարդ։ Ինչ է սա նշանակում, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ավելի երկարատև պատերազմի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ անցած օրերի ընթացքում, անցած երկու շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների ծախսը այս պատերազմի շրջանակում կազմել է $12 միլիարդ։ Բավականին լուրջ։ Այո, մենք եթե նկատի ենք ունենում ինչքան ավիակիրներ, ինչքան զինվորական գործիչներ, ինչքան զինտեխնիկա այդ կենտրոնացվածը բնական է դա հսկա ծախս ունի եւ հետաքրքիր է որ գնալով Միացյալ Նահանգներում դժգոհությունը շատանում է Թրամփի այս գործողությունների վերաբերյալ կոնգրեսում անընդհատ խնդիրներ է ծագում, անընդհատ պետական դեմքերը ներկայանում են կոնգրեսին, հիմնավորում են, բացատրում են եւ նաեւ մեծ հարված եղավ Միացյալ Նահանգների նախագահին, որ ազգային հակաաբեկչական կենտրոնի տնօրեն, այո, այդ քենթը հրաժարական ներկայացրեց եւ շատ հետաքրքիր նրա նախադասությունը, քանի որ Թրամփը անցյալ ամիս ասում էր ես եմ Իսրայելին տարել Իրանի պատերազմին, բայց քենթը ասեց չէ, ասեց Իսրայելն է մեզ տարել, այսինքն բացահայտեց, որ հրեական լոբինգը ինչքան ուժեղ է Միացյալ Նահանգներում եւ ստիպում է, որ ամերիկան ակտիվորեն մասնակից լինի այդտեղ։ Գոյություն ունի նաեւ ցամաքային զոր իջեցնելու խնդիրը, որովհետեւ Իրանը զգուշացրել է ասել, եթե ցամաքային զոր իջեցնեք, կդառնա վիետնամական պատերազմ։ Այո, բայց ես չեմ կարծում, որ տարբեր տարածքներում, տարբեր սահմաններում զոր իջեցնի։ Այստեղ խնդիրը միայն դարձյալ Պարսից ծոցի կղզիներն են, նեղուցն է եւ այս դեպքում հատկապես Խարկ կղզին է, որտեղ Խարկ կղզին հիմնականում Իրանի նավթի արտահանման ամբողջ տերմինալները այդտեղ են եւ այսինքն արգելափակելու նպատակով է մտցնելու նպատակ չունի դա ռմբակոծի, որտեղ ռմբակոծել դա ահավոր մի բան կլինի, այդ ամբողջ արդյունաբերությունը ոչնչացնելը տարիների խնդիր կլինի դրա վերականգնումը, բայց կարող է որ ցամաքային զորքի միջոցով խանգարի այդ արտահանումը։ Միացյալ Նահանգները հիմա լծակներ է փնտրում, որպեսզի ճնշի Իսլամական Հանրապետության, որ ինքը բաց թողնի Հորմուզի նեղուցը։ Մի հետաքրքիր համեմատություն կատարենք, Իսրայելը այս վերջերս փոխել է իր մարտավարական քայլերը։ Իսրայելը մինչև հիմա միայն Իրանի պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ոստիկանական կետեր, հրթիռահարցակման կայանքներ, գործարաններ, միջուկային կենտրոններ է ռմբակոծում, բայց սա երկրորդ դեպքն է, որ անցավ արդյունաբերական կենտրոնների հարվածելուն։ Առաջի դեպքը Թեհրանի հարավում հսկայական նավթի պահեստներ հրթիռակոծեց, որի դեպքում Միացյալ Նահանգները բողոքեց։ Բայց այս դեպքում, որ երեք հարավային Փարսի գազի արդյունաբերությունն է վնասել, ըստ երևույթին Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված է եղել, որտեղ Միացյալ Նահանգները չի բողոքել, դարձյալ որպես ճնշման լծակ օգտագործելու համար, որ Թեհրան, եթե չլսես, եթե Հորմուզի նեղուցը չբացես, նման հարվածներ ավելի շատ կստանաս։ Ինչ է կարծում Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքը Իրանի համար բլեֆ է, թե իրական խաղակարդ կամ վերջին խաղակարդ միգուցե։ Խաղակարդ, Իրանը շատ խաղակարդեր ունի, նոր խոսում էինք արաբական երկրներին հարվածելու, հարևան երկրներին
հարվածելու եւ ներուժը այդքան չի ների միգուցեև հարվածելու համար, իսկ Հորմուզի նեղուցը փակելու թեզը միգուցեև վերջին խաղակարդ է Իրանի համար։ Այո, եւ իսկապես օգնում է, հել ահագին հիմա խնդիր է ստեղծել աշխարհում ֆինանսական շուկայում, ամեն տեղ հիմա խնդիր է ստեղծել։ Իմիջայլոց մի ուրիշ վերլուծություն էլ որ կա, այս ուրեմն Պարսից ծոցի անցուդարձերից, նեղուցի խնդիրներից լավագույնս օգտվում են Ռուսաստանը եւ Իսրայելը։ Այսինքն, այստեղ երկու շահող կա։ Դե Ռուսաստանը, որ նավթ արդեն թանկացել է, եւ Իսրայելը, որ ամբողջ արաբական երկրները ուշադրությունը Իսրայելից, Գազայից շեղվել է եւ եկել է Պարսից ծոց Իրան։ Դա էլ Իսրայելի շահն է եւ Իսրայելը ձգտում է, որ միջև վերջ ծունգի բերի Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ այստեղ էլ հակասություն գոյություն ունի Վաշինգտոնի քաղաքականության հետ, որտեղ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել իշխանափոխության մասին։ Արդեն այդ մասին խոսեցինք, բայց Միացյալ Նահանգների ներսում արդեն դիմադրություններ կան, այսպես ասած, պատերազմի հարցով, ընդվզումներ, այսպես ասեմ։ Սա էական նշանակություն կարող է ունենալ պատերազմի հարցում որոշիչ նշանակություն ունեցող հարցերում։ Այո, տպավորությունն է, որ Թրամփը Աֆղանստանի օրինակով կարող է միանգամից որոշի, ասի ես իմ նպատակներին հասել եմ, Իրանի միջուկային կենտրոններ ոչնչացրել եմ, հրթիռաշինությունը ոչնչացրել եմ եւ իմ նպատակին հասել եմ, նավերին, զինվորականներին հրամայում եմ վերադառնան իրենց բազաները։ Երբ դա կարող է տեղի ունենալ, որ դեպքում։ Կոնգրեսի ճնշումը ավելի շատանա, դեմոկրատների ճնշումները ավելի շատանան, բայց ըստ երևույթին հրեական լոբինգն է, որ չի թողնում։ Ինչ եք կարծում, այս ընթացքում Միացյալ Նահանգների նախապատվությունները փոխվել են, թե մնացել են նույնը, այսինքն ղեկավարության փոփոխությունը դեռ գերակա է, թե այլ արդեն նպատակներ կան։ Ձեր հարցի պատասխանը միանգամից պարոն Թրամփը տվեց, ասաց, որ մենք միայն ուզում ենք, որ Իրանի ղեկավարը ուրեմն բարելավի հարաբերությունները մեզ հետ եւ ամբողջ աշխարհի հետ։ Շատ հետաքրքիր բան ասաց, թող իրենց նոր ղեկավարը բռնապետ լինի, դա մեզ չի խանգարում, որտեղ մենք աշխարհում շատ բռնապետ կրոնականների հետ համագործակցում ենք։ Նա ակնարկում էր Սաուդական Արաբիային կամ ուրիշ արաբական երկրները բոլոր բռնատիրական են, ոչ մեկում ժողովրդավարություն չկա։ Իսկ որոշ տեղերում էլ հենց ղեկավարները կրոնական են, Սաուդական Արաբիա։ Ինքը ասաց, որ մենք խնդիր չունենք, մենք միայն ուզում ենք, որ այսպես վերահսկվող երկիր լինի, ոչ մի կերպով միջուկային զենք չունենա, իր հրթիռների շարավիղը սահմանափակվի, եթե հիշեք քանի ամիս առաջվա բանակցությունները, իրենք ասում էին, որ իրանական հրթիռների շարավիղը չպետք է 600 կիլոմետրից անցնի, բայց Իրանն հիմա հրթիռ ունի, որ 2000 կիլոմետր շարավիղ կարողանում է արձակի եւ դեռ իբր թե որոշ ամերիկացի մասնագետներ ասել էին, որ իրանցիները պատրաստվում են շատ ավելի հզոր հրթիռներ արտադրել։ Հայաստանը այս զարգացումներում դեռ հանդիսատես է եւ որքան են մեր երկրի շանսերը, որ հետագայում եւս կպահպանի այդ հանդիսատեսի դերը եւ չի ներքաշվի որևէ այլ զարգացման մեջ։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարության քաղաքականություն այս հարցում ճիշտ է, մենք պետք չունենք, մենք այդպիսի ուժ չունենք, որ միջամտենք նման հարցերի, այս զուսպ քաղաքականությունը մեր ավելի լավ է, պարզապես մի քիչ պետք է ուշադիր լինել, ի վերջո հարևան երկրներ ենք, արևելքցի ենք, բոլորս էլ մենք թե հարևան երկրների ուրախ օրերի մասնակիցն ենք եղել, հիմա էլ պետք է տխուր օրերի մասնակիցը լինենք, մի քիչ պետք է այդ հարցերը նկատի ունենանք։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը ներքաշվի, պարական տարբեր կլիներ, եթե թրիփի նախնական քայլերը արդեն սկսած լիներ։ Օրինակի համար տրակտորներ աշխատեին, ճանապարհը արդեն կառուցվեր, այդ դեպքում մի քիչ վտանգավոր կլիներ նկատի ունենալով ասենք Նախիջևանյան դեպքը, բայց հիմա որ ոչինչ չկա,
ես չեմ կարծում որևէ Ես նկատի ունեմ Ռիադում կայացած այդ հանդիպման արդյունքները, երբ մի քանի երկիր արդեն թվում է թե կոալիցիա են ստեղծել եւ հայտարարություն, որոնց թվում նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան են, Հայաստանը կշարունակի դեռ հերվից հետևել զարգացումներին, թե այո, որտեվ մենք այդտեղ խնդիր չունենք, որտեվ Ադրբեջանին Իրանը մեղադրում է, որ իսրայելական բազաներ ունի, Թուրքիային մեղադրում է, որ ինժիրլիկ ունի, բացի այդ Թուրքիան ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, այդ բոլոր ծոցի արաբական երկրներում ամերիկյան բազաներ կա, մենք այդտեղ թիրախ չենք, մենք այդտեղ սադրանքներ կարող են լինել, չէ՞։ Դե ասում եմ, սադրանքը կարող է տրիպլ լինել, բայց Ադրբեջանից կամ Թուրքիայից կարող է լինել սադրանքը։ Դա կլինի այն դեպքում, որ հանկարծ Իրանում արդեն չվերահսկվող իրավիճակ ստեղծվի, քաղաքացիական պատերազմ լինի, այդ դեպքում կարող է Ադրբեջանը եւ Թուրքիան առիթից օգտվեն, իմիջիայլոց շատ լավ բան եք ասում, որտեղ առավոտյան ես կարդացի, որ Ադրբեջանի խորհրդանի պատգամավորներից մեկը ասել է, որ եթե մենք զգանք, որ մեր ցեղակիցները ակնարկում է Իրանի թուրքալեզուներին, եթե նրանք տուժեն, մենք կմիջամտենք, որ ես չեմ հավատում նման բանի, մյուս կողմից էլ Թուրքիան շատ զգայուն է քրդական հարցով, եթե իսկապես քրդական ինքնավարությունը Իրանում էլ գլուխ բարձրացնի, կարող ասենք Թուրքիան, ինչպես Սուրիայի օրինակով, զորք մտցնի սահմանի վրա, մի քիչ քրդական տարածքներ, ասի ես ինձ վտանգված եմ զգում, դրա համար զորք եմ ուղարկում այդտեղ։ Այդ դեպքում կարող է մի քիչ մեզ համար էլ անվտանգության խնդիր ստեղծվի։ Ինչ սցենարներ եք տեսնում առաջիկա շաբաթների համար։ Հիմա նախ արդեն այս գիշեր վաղը իրանական ամանորն է, ամբողջ մեծ քաղաքները համարյա դատարկված են, ժողովուրդը հիմնականում գնում են հյուսիսային ծովափնյա շրջաններ եւ արևելյան անվտանգ շրջաններ, որտեղ գիտեք Խորասան նահանգը Աֆղանստանի, Պակիստանի կողմը այդքան ռմբակոծում խնդիր չկա, ժողովուրդ հիմնականում քաշվում են այդ կողմերը։ Ես կարծում եմ դեռ մինչև 2-3 շաբաթ տեն ցնցող բաներ չեն լինի, բայց հետո մեծ մենք խնդիր կունենանք եւ հատկապես ժողովրդական դժգոհություն կունենանք, որտեղ գազի ահավոր պակասորտ կլինի, արդեն Եվրոպայում արդեն թանկացել է գազը։ Արդեն բնակարանները, գործարանները ոչ մի գործարանի գազ չեն տա, որտեղ այդ հարցակում, որ եղել է հարավային Փարսի վրա, շատ ահավոր է, պատկերացրեք Իրանը օրական մշակում է 200 միլիոն խորանարդ մետր գազ, հիմա կիսվել է, այսինքն 100 միլիոնի արդյունահանումը կորցնում է, բնակարաններ կզրկվեն գազից, հացի փուռեր կզրկվեն գազից եւ մեծ խնդիր կառաջանա, դրա արդյունքները մենք կշոշափենք մոտ 2-3 շաբաթ հետո։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ, ցտեսություն։